Ամբողջ այդ կենսաբազմազանության կոնվենցիայի ներքո հիշում եք, որ 92 թվականին Հայաստանի Հանրապետությունը այդ վավերացրել է, ինչ այսօր ցավոք սրտի բովանդակային առումով որևէ լուրջ այսպես զարգացում Հայաստան տեղի չունեցել։ Ուզում եմ ուշադրությունը ձեր այսպես դարձնեք նոր բնության հատուկ պահպանող տարածքների օրենքի նախագիծը փոփոխություններով հիմա կառավարությունը հաստատել է եւ պետք է ազգային ժողով ուղարկեն, ուրեմն նույնիսկ հասկացությունների մասով ինչի ասել կենսաբազմազանություն եւ մյուս կարեւոր ուրեմն այդ հոդվածները այդ տվյալ օրենքի նախագծի ուղղակի այսպես ասած չեն տեղավորվում կենսաբազմազանության կոնվենցիայի ներքո այսպես գործող հասկացությունների եւ մեխանիզմների գործընթացների հետ։ Բացի այդ Շիկաղոյի արգելոցի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, անդադ խոսում ենք այդ մասին, մի քանի անգամ բարձրաձայնվել է, մասնավորապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից այդ տարածքում բավականին մեծ այսպես անտառային էկոհամակարգի զավթումը, որտեղ բավականին լուրջ հատումներ են իրականացրել, լուրջ վտանգված է այդ էկոհամակարգը։ Շիկաղոյի եւ մյուս կարևոր տարածքների մասով պետք է այդ լուրջ հարթակը որպես կարևոր այսպես շանս օգտագործել, որպեսզի առանց որևէ լուրջ խնդրի օգտագործելով համապատասխան միջազգային լծակները փորձենք ազատել այդ տարածքները Ադրբեջանի համապատասխան ուրեմն ստորաբաժանումներից։ Ուզում հիշեցնել այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ ասել արգելոցի հիմնական նպատակը IUCN-ի կատեգորիաներով արգելոց, արգելավայր եւ այլն ազգային պարկ։ Դրանց հիմնական նպատակը կենսաբազմազանության կարևոր այսպես տեսակային մակարդակով, էկոնոմիկական մակարդակով պահպանությունն է, խիստ մասնավորապես արգելոցում խիստ պահպանության ռեժիմով։ Բայց եկեք տեսեք, որ այնտեղ մենք ոչ միայն չենք տիրապետում իրավիճակին, նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունը, այլ նաեւ այնտեղ Ադրբեջանի զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները հատումներ են իրականացնում։ Նաև կարող եմ հիշեցնել Սև լճի տարածքը, եթե դիտարկել ունենք մասնավորապես WWF-ի կողմից իրականացող գործընթացները, մասնավորապես միգրացիոն ուղիների եւ մյուսի մասով, ապա մեկ հատվածի վրա ձեր ուշադրությունը պետք է դարձնեմ Արեգոնի լեռնաշխղթարից դեպի ալճերի հատվածը, որտեղ եւս մտնում է միգրացիոն, այսպես եւ կամրջակների մեջ, որտեղով պետք է համապատասխան ուրեմն տեսակները, կենդանիների, այսպես տեղաշարժվեն, կոպիտ եւ այդ տարածքները եւս կամ գտնվում են զավթված գոտիներում կամ միջդիրքային գոտիներում, այսինքն մի քանի դրվագներով մենք լուրջ խնդիրներ ունենք, բայց մենք շարունակում ենք իներցիաները, շատերը փորձում են խուսափել, խոսքը վերաբերում է պետական մարմիններին, այդ թվում նախ եւ առաջ շրջակա միջավայրի նախարարությանը, որը այս դեպքում կենսաբազմազանության կոնվենցիայի պատասխանատուն է եւ focal point-ը, այսպես ասած պատասխանատուն հենց նախարարությունում է, այսպես եւ իրենք պետք է որ այդ մասին բացաձայնեն եւ COP17-ը հիանալի այսպես ասած հարթակ է, որ այդ խնդիրները, որոնք որ խոսում ենք կարմիր գրքային, վտանգված եւ մյուս մասնավորապես տեսակային եւ էկոհամակարգային մակարդակով, ապա միանշանակ պետք է հարթակում բարձրացնել եւ փորձել միջազգային նման հիանալի հնարավորություն լծակները կիրառել, որպեսզի փորձենք գոնե որոշ տարածքներ, այսպես ասած, հետ բերենք, որովհետև այլ տարբերակ ես հիմա չեմ տեսնում, քանի որ իշխանությունները, կառավարությունը կարճ ասած վախվորած են, այսպես չեն կարողանում այդ թեմաներով ազատ խոսել, այնպես որ դա հիանալի հարթակ է, որ նախ ներկայացնել, իրազեկել դրա մասին, այդ խնդրի մասին, քանի որ տարբեր երկրների շատ բարձրաշրջան հյուրեր ենք ունենալու, մասնավորապես կառավարությունների մակարդակով եւ դա կլինի հիանալի հարթակ նախ իրազեկելու, ներկայացնելու եւ փորձել այդ հարթակով կատալիզել հնարավորություն ստեղծել, որ մոտակա ժամանակներս մենք այդ հատուկ պահպանող տարածքները մասնավորապես ազատենք ողերիմ հարևանի համապատասխան այսպես ստորաբաժանումներից։ Այլապես ես չեմ տեսնում, որ որևէ կերպ հնարավոր է մոտակա ժամանակներս այդ տարածքները ազատել նրանցից։ Եվ այստեղ պետք է հիշեցնեմ, որ ոչ միայն վախենում են մեր գործադիր իշխանության համապատասխան մարմինները, նույնիսկ փորձում են դրա մասին չխոսել, այլ նաև իներցիաներով ինչ որ կառավարման պլաններ են հիմա
մշակել, հաստատել, չէ, այդ մի տարածքների։ Ու եթե դիտելի լինեք այդ կառավարմապլանները, դա վերաբերում է նաև հենց Շիկագոյին կամ Սև լճի հատվածին, ապա կտեսնեք, որ այնտեղ այնպես է ներկայացում ընդհանուր, որ ոնց որ ասենք մի 10-15 տարի առաջ էր։ Այսինքն որևէ խնդիր այնտեղ դրված չի, որ լուրջ ձևով էլի եւ դրա լուծման ճանապարհների մասով ավելին հիշացնեմ, որ հենց Շիկագոում մոտարապես 3000 պլյուս-մինուս հեկտար հենց զավթված է, իրենց դիրքերի հետևում է գտնվում, մոտարապես մի 1500-2000 հեկտար միջդիրքային հատվածում է եւ մոտարապես 7-8 հեկտար էլ ուղիղ նշանառության եւ դիտարկման տակ է թշնամու կողմից։ Այսինքն ըստ էության դե ֆակտո Շիկագոյի հիմնական հատվածը հայկական տիրապետման, չէ, տնօրինման եւ եթե խոսում ենք պահպանության իրականացման այդ շրջանակներից դուրս է։ Մենք մի բան ենք խոսում անընդհատ նույն նախարարության հետ, նույն նախարարության մակարդակով, որը այսօր դե ֆակտո չկա։